Մասկուտները նաև իհարկե ունենալով որոշակի աջակցություն Սասանյան Պարսկաստանի իշխող էլիտայից կատարեցին մեզ համար շատ ցավալի որոշում, այդ ժամանակ որոշեցին փաստորեն, որ Գրիգորիսի քարոզությունը պետք է դադարեցվի եւ նրանց արքա Սանեսանի գործողությունների արդյունքում ցավոք Գրիգորիսը նահատակվում է։ Ընդ որում մեր պատմիչները Գրիգորիսի նահատակությունը ներկայացնում են բավականին նողկալի տեսարանով, բավականին ցավալի եւ ցուցադրական բնույթ են տվել նրա սպանությանը եւ ստացվում է, որ կարծեք թե նրանց մոտ մանիֆեստի էր վերածում հռչակագրի ինչ որ ցուցադրության, որ իրենք պատրաստ չեն փոխել իրենց կենսաձևը։ Դրան հաջորդում է մասկուտների արշավանքը Հայաստան եւ նորմ բավականին ցավալի ընթացք է ունենում, այդ ժամանակայից պարապետը սկզբից Հայաստանում չէր եւ մասկուտներին հաջողում է նույնիսկ գրավել Վաղարշապատը, որ այդ ժամանակ արքայանիստ էր եւ ստիպած է լինում հայոց արքա Խոսրով Կոտակը նահանջել Դարույնք Բերդ։ Այս գործողություններն իհարկե ավարտվում են ի վերջո հայկական ուժերի հաղթանակով, երբ Օշականի ճակատամարտում հայոց զորքը կարողանում է ջախջախել մասկուտներին եւ վտարել Հայաստանից։ Սանեսան նույնիսկ սպանվում է։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։